Աստված ձեզ պահապան, Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն ես ուզում եմ խոսեմ Տիրոջ արդար պահվածքի մասին, արդար պահվածք, որտերը շատ իմաստուն, շատ հեռուն է նայում, հաճախակի մենք մարդիկս, ինձանից սկսած եղել է ժամանակ, որ ասում ինչու է այսպես անում Տերը, ինչու է լուրջ կամ ինչու ձեն չի անում, ինչու այսպես սկսեց, և հետագայում Տերը օգնում է, որ մենք աճենք, օրհնում է, որպեսզի մենք հասկանանք նրա իրավունք, արդարությունը, ճշմարտությունը։ Ուրեմն ուզում եմ կարդալ մի փոքր պատմություն, որ լսել եք, մանավանդ օրերին հաճախակի եք լսել, սակայն մենք ավելի սովորելու բան ունենք։ Պատահում է, որ մենք պատմությունը լսում ենք, գիտենք, թե ուղղակի պատմություն է, մենք պետք է այդ պատմությանը տեղյակ լինենք, բայց ոչ թե միայն պատմությանը տեղյակ լինենք, այն նաև մենք պետք է սովորենք, դաս վերցնենք։ Հետաքրքիր է, այդ պատմությունը կարդում եմ, որը որ դուք գիտեք, բայց ես հարցնում եմ, ուղղակի ձեր սրտերում պատասխանեք սրանց, ինչ դաս եմ վերցրել ես։ Արդյոք այս պատմությունից դաս վերցրել եմ։ Ուրեմն Մատթեոսի 2-րդ գլուխ առաջի խոսքից ասում է, երբ որ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմում Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգերը եկան Երուսաղեմ և ասեցին, որտեղ է հրեաների ծնված թագավորը, որտեղ մենք տեսանք նրա աստղը արևելքում և եկանք նրան երկրպագելու։ Եվ երբ որ Հերովդես թագավորը լսեց, շփոթվեց և բոլոր Երուսաղեմ են նրա հետ։ Եվ նա, երբ որ քահանաներին և ժողովրդի դպիրներին ժողովելով նրանցից հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասեցին նրան, Հրեաստանի Բեթլեհեմում է, որտեղ այսպես է գրված մարգարեի ձեռով. Եվ դու Բեթլեհեմ Հուդայի երկիր, բնա փոքրագույն չես Հուդայի իշխանների մեջ, որտեղ քեզանից իշխան պիտի դուրս գա, որ իմ Իսրայել ժողովրդին հովվի։ Այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուն կանչելով նրանցից ստուգեց աներևող աստղի ժամանակը և նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասեց. գնացեք ստուգ իմացեք այն երեխայի համար և երբ որ գտնեք ինձ իմացրեք, որ ես էլ գամ և երկրպագեմ նրան։ Եվ նրանք երբ որ լսեցին, թագավորությունը գնացին և ահա այն աստղը, որ տեսան արևելքում, նրանց առաջինն էր գնում, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր էր երեխան։ Եվ երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրախացան և ասում է, երբ որ տուն մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ և ընկնելով երկրպագեցին նրան և իրենց գանձերը բացեցին, ընծաներ տվին նրան, ոսկի և կնդրուկ և զմուռս։ Եվ երազում հրաման առան ետ չդառնալ Հերովդեսի մոտ և ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Եվ երբ որ նրանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երևաց երազում Հովսեփին և ասեց. վեր կաց, վեր առ երեխային և նրա մորը և փախիր Եգիպտոս ու մնա այնտեղ, մինչև որ ասեմ քեզ, որտև Հերովդեսը որոնելու է երեխային, որ կորցնե նրան։ Եվ նա վեր կացավ և առավ երեխային և նրա մորը գիշերով և տեղափոխվեց գնաց Եգիպտոս։ Եվ այնտեղ էր մինչև Հերովդեսի վախճանը, որ կատարվի Տերից ասած մարգարեի ձեռով, որ ասում է. Եգիպտոսից կանչեցին որդուն։ Այն ժամանակ Հերովդեսը տեսնելով, թե երեխան խաբվեց մոգերից, շատ բարկացավ և ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլեհեմում է և նրա 4 կողմերում 2 տարեկան և նրանցից ցածրերին, որ կային, ասում է, կոտորեց։ Այն ժամանակին նայելով, որ ստուգեց մոգերից է։ Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի ձեռով ասածը, որ ասում է. ձայն լսվեց Ռամայի մեջ, ողբ և լաց և կոց, Ռաքել իր որդկանց համար լաց է լինում և չէր կամենում մխիթարվել, որտև չկան։
Շարունակությունը արդեն գիտեք, բայց հետաքրքիր է։ Մենք լսել ենք պատմությունը, գիտենք, բայց ի՞նչ դաս եք վերցրել։ Ինչ եք սովորել սրանից։ Ինչ բացահայտում եք ունեցել։ Հաճախակի մարդիկ ասում են, հարց են տալիս, ինքս էլ եմ հարց տվել, երբ որ նոր էի կարդում Ավետարանը, լավ, միթե Աստված մի հատ Հերովդեսի վրա չէր կարող։ Ինքը ով էր, որ ուզում էր Հիսուսին սպանել։ Կամ մանուկներին սպանեց, դե շատ մանուկներին, չասում, մինչև 2 տարեկան այն մոգերից ստուգած ժամանակի համատ, այսինքն այնպես չէր, որ Հիսուսը ծնվեց, մի շաբաթ հետո մոգերը եկան կանգնեցին այնտեղ։ Պատրաստություն տեսան արևելքից, արևելքը, այսինքն առաջվա Եդեմի տարածքն է։ Մի ժամանակ, այսինքն այդ արևելքում միգզական թագավորությունն էր։ Այդ ժամանակ այդ ժողովուրդն էր ապրում այդտեղ, վերջը։ Մինչ անգամ գիտեք ոնց մոգերը, ոմանք շփոթում են մոգերը, որտեղ մոգ անուն կա այդ կախարդությամբ զբաղվողների համար, մարդիկ գիտեն թե այդ կախարդությամբ զբաղվողներն էին, որ եկան Հիսուսի մոտ, բայց հետաքրքիր է վերջեր բացահայտում եղավ, ավելի գրքեր էլ տպվեցին տարբեր լեզուներով, որ ոչ թե մոգ, այլ մուկ, որ այդ տեղի ապրող ցեղերից մեկի անունն էր։ Ցեղ էր դա, որոնք զբաղվում էին այդ տարածքի մեջ ամենաիմաստուն մարդիկ էին, որոնք զբաղվում էին գիրգրականությամբ, աստղագիտությամբ եւ այլ։ Այդ մարդկանցից եկան, բայց շատերը շփոթում են մոգերի հետ եւ անգամ թարգմանությունների մեջ ինչ են անում, որ չերևա մոգ փոխարինում են աստղագետ, փոխարինում են ուրիշ անուններով, բայց հետաքրքիր բացահայտվում է այն տեղներ, որտեղ որ Դանիելը ժամանակին եղել էր 500 տարի առաջ մոտավորապես եւ Դարե թագավորը, Մարաց թագավորը Դանիելին դրել է իմաստունների վրա որպես ուսուցիչ։ Եվ Դանիելը հասկացում է, որ Դանիելը արդեն Հիսուսի մասին էր խոսել, Հիսուսի գարուստի մասին էր խոսել, եւ այդ դասերը սովորած լինելով հանդես նրանք ինչ արեցին, հասկացան, որ այնն է, որ ժամանակին Դանիելը մեր հայրերին ասել է։ Նշանը հասկացան եւ եկան Քրիստոսին երկրպագելու, ոչ թե մոգեին, այլ մուգեին, սենց ասած, մուգեր էին, այդ ցեղի մարդիկ էին։ Երբ որ եկան, նրանք ասեցին, եկել են անկեղծ երկրպագելու Տեր Հիսուսին, որտեղ ծնվեց այն մանուկը, իրանք գիտեին մանուկ է, բայց գիտեին Մեսիան է, եւ անգամ ոչ թե միայն Մեսիան է, այլ հասկացան իրենց արտահայտությունից, որ նրանք գիտեին Աստված մարմնով եկավ։ Որտեղ ասում են եկանք երկրպագելու, չեն ասում եկանք տեսնելու, այցելու, նվեր տալու, նվերը տվին, բայց իրենց նպատակը նվեր տալը չէր, նվերը երկրորդական նպատակն էր, նրանց առաջին նպատակը երկրպագությունն էր, եկան Մեսիային երկրպագելու, Հիսուսին երկրպագելու որպես աստվածային հայտնություն, Աստված հայտնվեց մարմնով։ Այսինքն մոգերն էլ Պողոսին ման խորացել էին, հասկացել են, որ Աստված պետք է գա մարմնով։ Տաճարի Տերը հանկարծակի պետք է հայտնվի իր տաճարի մոտ։ Եվ Տերը ասում էր, գրված է, իմ տունը աղոթքի տուն պիտի լինի, ես ինչ եք արել։ Ժողովուրդը չի հասկանում։ Ախր էս ով է, որ Աստծո տան ասում է իմ տունը։ Եվ դա հենց այդ արտահայտությունը գրված էր հին ուխտում։ Ես մոգերը հասկացել եմ, որ կգա մեկը, հենց տաճարի Տերը մարմնով կգա։
Դրամար ասում է եկել ենք երկրպագելու, սակայն սա թողենք գանք առաջ։ Մեր վերաբերմունքը Աստծո հանդեպ հիմա էլ է զգուշ եղեք։ Շատ զգուշ եղեք, շատ ծայրահեղ ժամանակների մեջ ենք ապրում։ Մի փոքր շփոթմունք եւ մարդիկ հնարավոր է կորչեն։ Ուշադրություն դարձեք, երբ որ եկեղեցին ստեղծվեց Տիրոջ կողմից, շատ ակտիվ, արթուն Սուրբ Հոգու ներկայությունը գործում էր։ Հիմա էլ կա Սուրբ Հոգու ներկայությունը։ Հիմա դառնում է դրան նման։ Եվ մենք այստեղ մտածում ենք, ինչու Աստված թողեց, որ Հիսուսը հալածվի, հետո թույլ տա, որ ինքը իբր ուզենա Աստծո սպանի, կամ տարածքի երեխաներ մինչև 2 տարեկան, այսինքն ըստ ժամանակի, որ Մոգերից ստուգել էր, ինչ էր կատարվում։ Մոգերը, երբ որ պատմելի մոտապես երբ են տեսել, Հերովդեսը հասկացավ 2 տարվա շրջանի մեջ է։ Եվ շատերը անգամ ֆիլմերում սխալ են հանում, իբր Մոգերը գնացին Բեթլեհեմ, գոմում տեսան Հիսուսին։ Մոգերը Բեթլեհեմ չգնացին, որտեղ այդտեղից արդեն Հովսեփ Մարիամը երեխայի հետ միասին, Հիսուսի հետ միասին տեղափոխվել էին Նազարեթ։ Եվ Սուրբ չի ասում նրանք գնացին Բեթլեհեմ, նրանք ուզում էին գնալ Բեթլեհեմ, բայց Աստղը նրանց առաջնորդել այնտեղ ուր երեխան էր, այսինքն Նազարեթ։ Եվ երբ որ Տերը ասեց վեր կացեք, նրանք Նազարեթից են գնացին Եգիպտոս, ոչ թե Բեթլեհեմից ուղիղ գնացին Եգիպտոս։ Արդեն ամիսներ, տարիներ անցել։ Ըստ ստուգված ժամանակաշրջանի Հերովդեսը Մոգերի լսել էր մոտ 2 տարի, դրա համար ինքը նոր ծնվածներից սկսած մինչև 2 տարեկան երեխաներին կոտրել, որպեսզի Հիսուսը դրանց մեջ լինի։ Բայց արդեն Հիսուսին տարել են Եգիպտոս։ Բայց էս էլ է հարց։ Մենք ասում ենք, ինչու Աստված լռեց, այդքան երեխա սպանվեց։ Ինչու։ Իհարկե երեխաները փրկություն ունեն, կորուս չգնացին, սակայն ինչու Աստված թողեց։ Միթե չէր կարող Հերովդեսին արգելել։ Կամ Հերովդեսին հիմա շփոթվեցին ամբողջ Երուսաղեմը, հանկարծակի եկան, շատերը վախեցան, մեղանչող անգամ քահանաները վախեցան, դպիրները վախեցան, օրենսգետները վախեցան, արդար թագավորն է եկել մեզ դատելու է։ Դրա համար Հերովդեսից բռնած ուզում են այդ թագավորին սպանեն, որ նրան չտեսնեն մեծացած թագավոր դարձած եւ դատ անող։ Կամ Հերովդեսի համար գուցե Սավողի նման մտածում էր, եթե Հիսուսը մեծանա թագավոր լինի, բա իմ սերունդին ինչ կմնա։ Իմ տղան պետք է նստի իմ տեղ, ինչ Հիսուս։ Սավողը, որ չէր ուզում Դավիթը նստի իրանից հետո։ Ուրեմն հետաքրքիր է, մենք հաճախակի շատ մարդիկ մեղադրել են, բա ուր էր Աստված։ Ուր էր Աստված, որ այսպիսի բան է լինում։ Աստված ունի այս մեր դասը մենք պետք է սովորենք, արդար պահվածք։ Եթե Աստված չթողի այս չարություն անի, այն մեկը չարություն անի, այն մյուսը չարություն անի, մարդիկ վաղ այդ մաքուր մնալը կվերագրեն իրենց։ Ես ինձ մաքուր պահեցի։ Ինչ եմ արել, որ։ Բայց Աստված արդար պահվածք ունի։ Կարող է իրեն զսպել, կանգնել, որպեսզի ոչ թե մարդուն դարձնի ռոբոտ, այլ որ մարդը արտահայտվի ինչպես որ կա։ Միամիտ չէր Հերովդեսը երեխա սպանել տալիս, կամ ուզում էր Հիսուսի սպանել։ Նրանք հասկացան, ստացան ամբողջ ինֆորմացիան։ Նրանք գիտեին ով է ծնվել։ Գիտենալով հանդերձ ով է Հիսուսը,
Ոչ թե միայն Հերովդեսի կամակատարներն էլ հետը միասին։ Որտեղ այդ տարածքի երեխաներին ջնջելը մի մարդու գործ չէր։ Դրա համար Աստված թույլ տվեց, որ ամեն մարդ արտահայտվի, ինչպես որ կա, չար է չար, այդ մուգերի նման բարի է բարի։ Ոմանք ընտրեն երկրպագություն անելու Հիսուսին, ոմանք էլ որոշեցին Հիսուսին սպանել։ Աստված լուր էր, որպեսզի բացահայտվի իրականությունը, աշխարհի պատկերը երևա, ով են եւ ինչպես են վարվում արդարության հետ, սրբության հետ, Սուրբ Թագավորի հետ, Աստծո հետ ու ինչպես են վարվում։ Այսօր մենք էլ ենք հաճախակ այդպես անում։ Մենք նկատի չունեմ հենց կոնկրետ ես ինչ որ բանում արել եմ, բայց խնդրեմ Տեր ողորմությունը մաքրի, որ այն աստիճան չհասնի, որ արդեն քեզից մերժվեմ։ Շատերը սուտ են խոսում, մեղք են գործում, մեկ ասում մեղադրում են։ Երբ որ ասում ես հանդիմանում ես, ասում ես ինչ ես արել, որ երրորդ անգամ է։ Ասում դե ես աղոթում եմ, Աստված թող մաքրի, կարծես թե Աստված է մեղավոր էլի։ Ես խնդրել եմ, դե թող մաքրեր, ես էլ չանեի։ Ոչ, դու պետք է պայքար տանես եւ Աստված քո պայքարը տեսնելով քեզ կհաստատի սրբության մեջ, արդարության մեջ։ Ոչ թե ազատ մեղք գործենք, ասենք, դե թող մաքրի, ինչի՞ չի մաքրում, աղոթել եմ, եղբայրների հետ եմ աղոթել, բամփասողա, չարախոսողա ու անդադ առանց վախի, երբ որ կարիք է լինում շարունակում է։ Ուրեմն այստեղ էլ մարդիկ տեսան, հասկացան, իմացան, ով է Հիսուսը, բայց հակառակ այդ բացահայտումների որոշեցին հալածել, սպանել անգամ որոշեցին։ Իհարկե չկարողացան։ Աստված թողում է, որպեսզի ամեն մեկս արտահայտենք մեր վիճակը։ Ոչ թե բերանից է միայն երևում մեր որոշումն ու ընտրությունը, ավելին գործերից է հաստատվում, թե մենք ումն ենք ընտրել, ինչ ենք ընտրել։ Դրա համար շատ զգուշ լինենք։ Աստված թողնում է, որպեսզի մենք ցույց տանք մեր ով լինելը, հաստատենք մեր ընտրությունը, հաստատենք մեր, ասենց ասած, որոշումը, եթե ընտրել ենք Աստծուն։ Դրա համար Աստված լռելու ժամանակ ունի։ Աստծո համար դժվար չի, այսօրվա վիճակը փոխի մի հատ դրախտ շինի։ Փոխի էլ, իհարկե։ Շուտով դրախտը երկրի վրա հաստատվելու է 1000 տարով։ Կարճ օրեր են մնացել, հաշված օրեր։ Եվ գուցե այդ օրերն է, որ ասում է 2300 այսքան օր։ Ուրեմն Աստված թողնում է, որպեսզի մենք մեր քանի ժամանակ կա ընտրությունը հաստատենք, որովհետև ժամանակը կվերջանա։ Աստված կարող է 1 ժամում փոխել ամեն ինչ, 1 րոպեում, 1 օրում։ Ասորստան այնքան հզոր է, որ Հնդկաստանից մինչև Իսպանիա 127 պետության վրա իշխում էր։ Չհաշված միջի այլ ազգերը, հարյուրավոր, գուցե հազարավոր ժողովուրդների եւ ազգերի ու ցեղերի վրա։ Բայց երբ որ Աստված որոշեց 1 ժամում Ասորստանի վերջը եկավ, 1 ժամ տևեց այդ հսկա իշխանության ժամանակը։ Քանդեց, փոխվեց, թագավորը սպանվեց, նրա հետիները սպանվեցին եւ իշխանություն տրվեց ուրիշին, ինչպես որ պատի վրա գրվել էր։ Աստված թույլ է տալիս, որպեսզի նորից եմ հիշեցնում, մեր ընտրությունը հաստատվի։ Հիմա ես ուզում եմ ինչ որտեղ կարդալ
Ուզում կարդալ հայտնության երրորդ գլխի կներեք նախ կոնթացիներից կարդամ նոր անցնենք առաջ։ Երկրորդ կոնթացիների առաջին գլխի 8-րդ խոսքից ուզում եմ կարդալ, տեսեք ինչ է գրված։ Ասում է, որտեվ չեմ կամենում եղբայրներ եւ քույրեր եկեղեցուն է գրում, եղբայրներն են պատասխանատու, նամակը գրվել է, որ եկեղեցու հետ կիսվեն։ Որտեվ չեմ կամենում եղբայրներ, որ դուք չգիտենաք այն նեղությունները, որ Ասիայում մեզ եղավ, որ մեր կարողությունից են ավելի ծարաբեռնվեցինք, մինչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք։ Բայց հենց մենք ինքներս մեր վրա մահվան վճիռ ունեինք, ասիկա հոժարվել ենք մեռնելու արդեն։ Ուզում եմ սպանեն, ուզում եմ սոված թող սովամահալնենք, ուզում եմ բանդում մեռնենք, կապված մինչև վերջ, արդեն մենք համաձայն ենք, այսինքն մեռնելու, բայց ասում չթողելու։ Այս է Պողոսի ասածը։ Մահվան վճիռ էինք արել մեր վրա ասում։ Եվ ասում է, որպեսզի մեր մահվան վճիռ ունենք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է, որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում է։ Այսինքն Աստված դիտմամբ թողեց, մի հատ հարց կա լուծելու Պողոսի եւ իր ընկերների մեջ։ Դες մեր մեջ անում։ Եղել է շատ ժամանակ շատերիս կյանքում եղել է, որ պա եղել մենք արդեն վերջ, մտածել ենք մեր վերջը եկել է։ Մեռնելու ենք։ Սպանելու են։ Կամ սովամահ ենք լինելու։ Դենց օրը շատ ենք քաշել։ Դրա համար ասում եմ, բայց Աստված այս նպատակով արեց, թողեց ծայրահեղ վիճակի մեջ, որպես մեր հույսը մեր վրա չլինի, Աստծո վրա լինի։ Հիշում եմ եւ 80-ական թվականներին ասես մեծ խումբերելի նստած ենք, ասի եղբայրներ քույրեր դուք հույս ունեք, որ նվիրված եք, չէ՞ Աստծուն։ Հա։ Հիմա հեշտ է, ասեցի։ Ասում եք, բա որ սովը սկսվի, դու հեչ էլ թե չեք մեռնի։ Ասի հիմա քո հույսը, քո ընտրության մեջ է, թե այն 2-3 մեշոկ ալուրի վրա, որ տունը դրած է։ Ես արուր ունեմ, մի քույրիկել ասում, համար գոնե մի $300 ունենայի։ Իբր թե մեծ բան է փափագում էլի։ Թե արուր կանենք բերի, այն համարակալման ժամանակ, 2003 թվին, մեկից այս պատմությունը բոլոր պետք է իմանան, 2001 թվից սկսվեց, իշքամ հիշում եմ, միայն Աբովյանում կամավոր, Ուկրաինայում դրեցին, Ուկրաինայից ոմանք ընդունեցին, հետո մերժեցին, տեղափոխեցին Հայաստան, հետո ամբողջ աշխարհ։ Ու կամավոր, չես ուզում մի վերցավ, ուզում ես, ասիկը մաղում են։ 2002-ին Աբովյանում պարտադիր, Հայաստանում կամավոր։ 2003 թվին ամբողջ Հայաստանում պարտադիր։ Շատերը շատ փող կորցրեցին, աշխատավարձներ չտվեցին, 6 ամսա ես փող ուներ ստանալու, մարդկանց կար թոշակ, աշխատավարձ մի տարի պահել էին, չէին տալիս։ Հետո նենց էլա, որ մեկ էլ ինչ-որ բան փոխվեց, որոշեցին տալ, ընտերկանքները դուրս եկան, բայց ոմանց էլ չտվեցին, ոմանք ստացան մի տարվա, այն ասած, հավաքած ուրախանում էին քույր եղբայր ասում են, ոնց որ բանկ գցացել ենք, ստացանք, բայց ոմանք էլ այդ բանկից չտվին։ Ես 6 ամսա փող չստացա օրինակ, ինչ-որ հարցում։ Կորավ դեց, ասեցի չէ, դու պետք է 6 ամսա մեջ ստանայր, բայց արդեն անցել է տարիքան ամիս, արդեն վերջացավ քո համար։ Չտվեցին։ Հոժարի անուն Հիսուսի դրանց
կտրվեմ, ոնց ասած կորցնեմ դա։ Ուրիշ քույր եղբայրները ավելի շատ պաշտոն կորցեցին, աշխատանք կորցեցին եւ այլ դուրս եկան։ Եվ Տերը ողորմություն արեց, որ առանց այդ համարի մարդիկ ստանան աշխատանք ունենան, փող ստանան եւ այլ։ Տարիների մեջ անդադ հաուզում են սխմեն, հակր տարբեր ձևերով մաղում են, մեկ է տեսնում են մարդը որ ռիսկով չի ստացել, չի վերցրել այդ համարը, ինչ որ բանի պատճառով, ասենք մի հատ շենք աշին է։ Այդ շենքը չեն հաստատում, ինչեւ այդ համարը չունենա։ Բայց կամ չարչարվել եմ։ Անկամ մեկինս ավելի լավ ունեցած այդ գործնես, քան անձդ գործնես։ Ասեց հա, բայց հետո չլսեց։ Ես ուզում եմ հիմա կարդալ Հայտնության 3-րդ գլխից։ Տերը նախորդ ինչ որ բան է տեղյակ բանում, հետո ասում է դա ինչ է։ Մեր ժամանակների համընկնող եկեղեցու մասին է խոսում։ Եվ Ֆիլադելֆիայի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում Սուրբը ճշմարիտը, որ Դավթի բանալին ունի, որ բանում է եւ ոչ ոք չի փակում եւ փակում է ոչ ոք չի բանում, չի բացում։ Այսինքն պատահական բնութագիր չի ասում Տերը ինքն իր մասին։ Սա է ասում Սուրբը ճշմարիտը։ Այսինքն այդ օրերին շատ ուժեղ սրբություն եւ ճշմարտություն է պահանջվելու ամեն մեկիցս։ Ես այդ եմ, սուրբ եղեք, որտեվ ես սուրբ եմ, Տերը ասում է։ Ճշմարիտ եղեք, որտեվ ես ճշմարիտ եմ։ Որ Դավթի բանալին, որ բանում է, այսինքն բացում է, ոչ ոք չի կարող փակի, փակում է, ոչ ոք չի կարող բացի։ Այսինքն ես ձեզ համար բացելու եմ դուռ, ինչ որ պետք է չարի առջև փակելու եմ, մի վախեցեք։ Իմ բացած դուռը չի կարա չարը փակի, ոչ է չարին հնազանդվող մարդիկ։ Ոչ ոք չի կարող փակի։ Ոչ պետություններ, ոչ իշխանություններ, ոչ տերություններ։ Հիսուսն է բացը, ով է որ Հիսուսի բացածը փակի եւ ով է որ Հիսուսի փակածը բացի։ Ով է Տեր ասում որ ես գործեմ ձեռքիս խփի, ասես ինչ ես անում։ Այդպես մեկը կա որ Հիսուսի ձեռքին խփի, ասես ինչ ես անում։ Դա համար Տերը նախորդ ներկայանում է որպեսզի մարդուն հավատք տա եւ հույս տա, վստահություն տա։ Ասում գիտեմ քո գործերը, ահա քո առաջին մի բացված դուռ դրի եւ նրան ոչ ոք չի կարող փակել, որտեվ քիչ զորությունն ես եւ իմ խոսքը պահեցի եւ իմ անունը չուրացա։ Ահա ես տալիս եմ սատանայի ժողովրդից եղողներին, որ իրենց համար ասում են թե հրյա են եւ չեն, այլ սուտ են ասում։ Ահա կանեմ նրանց, որ կգան քո ոտների առաջին եւ կերկրպագեն քեզ։ Եվ կճանաչեմ, որ ես քեզ սիրեցի, որտեղ իմ համբերության խոսքը պահեցի, ուշադրություն դարձ, համբերության խոսքը սովորական խոսք չէ։ Կատարյալ համբերության մասին դու պետք է համբերես մինչև վերջ։ Համբերության խոսքը պահեցիր, ես էլ կպահեմ քեզ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա եւ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին։ Ահա ես գալիս եմ շուտով։ Հետաքրքիր է, այն եկեղեցիներն այս խոսքը չի ասում։ Ահա ես գալիս եմ շուտով, այսինքն իր գալստյան ժամանակի եկեղեցին։ Պահիր այն, որ ունես եւ ոչ ոք չառնե քո պսակը, ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարում եւ այլևս դուրս չի գա։ Նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը եւ իմ Աստծո քաղաքի անունը եւ այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկինքի ձևի իմ Աստծուց եւ իմ նոր անունը օրական ժունի թող լսե թե հոգին ինչ ասում եկեղեցին հոգին ներկա է այստեղ սուրբ հոգին մի փորձություն որ գալի աշխարհի վրա բնակվող բոլորին փորձի բայց որ դու իմ համբերության խոսքը պահեցի ես էլ քեզ կպահեմ այդ օրերին ոչ թագավորները կդիմանան այդ փորձությանը ոչ մեկ էլ անուններ չտամ Հայտնության մեջ էլ չէ եղավ, այս սուրբ գիրքն ասում։
Մեզ եղած հայրության մեջ չի ասած շուտով հենց այս տարվա համար մի փորձություն ա գալու երկրի վրա, որ ամեն մարդ պիտի փորձվի անկախ պաշտոնից, անկախ տարիքից, անկախ ամեն ինչից։ Պետք է փորձվեն։ Սա կարծամ տեսեք ինչ է ասում։ Մի գազան ելավ արդեն գիտեք։ Մի գազան, որ պետք է ղեկավար, բայց ավելի շուտ ուզում եմ հենց դրա մասին կարդալ։ Եվ տեսա ծովից մի գազան է դուրս գալիս, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր։ Եվ նրա եղջյուրների վրա 10 թագ եւ նրա գլուխների վրա հայության անուն։ Հայանքով է Դանիելաս մոտենալու Աստծուն, Աստծո դեմ կանգնելու խոսա։ Եվ այն գազանը, որ տեսա ինձու, այսինքն հովազա, երևի թե ինչ են ասում, հովազի նման էր։ Եվ նա ոտքերը արջի ոտների նման, եւ նա բերանը արջի բերանի նման։ Ուշացություն դարձեք։ Ինչ բնութագիր է տալիս։ Շատ ուժեղ արագաշարժ, շատ արագ գործանում աշխարհում կանի։ Ունի մեծ պաշար արջի թաթերի նման, որ արջը թաթերի մեջ հավաքում է յուղը, քնում է քանի ամիս, դրանով ապրում է։ Այդ գազանը կունենա մեծ պաշար, շատ մեծ արագաշարժություն կունենա, առուծի բերան, այսինքն հոշոտող, ուտող, կոտրող, ջարդող, որ իր դեմը կանգնող չլինի։ Եվ ասում վիշապը տվեց նրան իր զորությունը եւ իր աթոռը եւ մեծ իշխանություն։ Ով տվեց։ Վիշապը տվեց, Աստված չտվեց։ Ուշադրություն դարձրեք։ Բայց շատերը ասում դե որ Աստված որոշել է ասենց ինչ ենք հակառակում։ Բայց միթե Աստված ասել ընդունի։ Աստված չի տվել, վիշապն է տվել, դու ինչ ես շփոթում, վիշապին դնում Աստծո տեղ։ Աթոռը եւ մեծ իշխանություն։ Եվ տեսա նա գլուխներից մեկը մեռնելու չափ խոցված էր, եւ նրա մահի վերքը ողջացավ։ Եվ իհարկե այստեղ մի քիչ թարգմանության բան կա, նա գլուխներից մեկը մահացու վիրավորված էր։ Այսինքն որ ասում մահի չափ մահացու, այսինքն մեռավ, բայց ողջացավ, կենթանացավ։ Դարերի մեջ է 17-րդ գլուխը որ կարդում եք նույն բանի մասին խոսում է, ասում նա կար, հիմա չկա, թեև է, այսինքն դժոխքում կա էլի, բայց դուրս է գալու նորից կորուստը գնալու։ Բայց շատերը գիտեն այս մեր աշխարհից պետք է վիրավորվի, մեկը տանեն հիվանդանոց վերքը բուժվի, դա մասին չի։ Եվ բոլոր երկիրը զարմացավ գազանի հետևից, այսինքն վրա, որ կենթանացավ, չմեր, այսինքն մահից վեր կացավ։ Եվ երկրպագից նրան վիշապին, որ իշխանություն տվեց այն գազանին, կրկնում է, վիշապը տվեց իշխանություն այդ գազանին, ասելով, եւ ժողովուրդը ասում է, ով է այս գազան նման կամ ով կարող է դրա դեմ պատերազմել։ Եվ նրան տրվեց, այսինքն ով տվեց էլի վիշապը։ Աստված չի տա, մարդիկ վերցվեցի կարդում ասում են Աստված տվել է։ Ոնց կա Աստված սխալ բան անել, լսեք։ Եվ նրան տրվեց մեծ բերան, մեծ բաներ եւ հայանք խոսող։ Աստված ուրեմն հայանք դրեց դրա բերնում։ Վիշապն էր տվել, երկու անգամ ասեց, էլ չի կրկնում վիշապը ինչ տվեց։ Ով տվեց, ասիկա տվեց այս բանը։ Եվ իշխանություն տրվեց նրան 42 ամիս իր ուզածն անելու եւ նա իր բերանը բացեց Աստծո դեմ հայանքով։ Աստվածա տվել որ իրան հայոյի։ Ոնց կա պատահի դից ընդունենք։ Բայց որոշ հոգեվորներ էս են ասում, զարմանալի է։ Ինչ հոգեվոր, Աստծուն չեն ճանաչել։ Աստված ոնց էս բան կտա գազանին։ Եվ ասում է ոչ թե մենակ Աստծոնի, եւ նրա խորանի եւ երկնքում բնակվողներին էր հայոյում։ Եվ նրան իշխանություն տրվեց, որ սուրբերի հետ պատերազմ անի եւ նրանց հաղթե, էս էլ են ասում, Աստվածը տվել պետք է հաղթի,
Աստված չի տվել, վիշապն է տվել անգամ եկեղեցու հետ պատերազմելու, իբր եկեղեցին հաղթելու։ Իհարկե շատ սուրբեր կպարտվեն, բայց ոչ թե բոլորը։ Եվ ասում է սուրբերի պատերազմանը եւ նրանց հաղթը եւ իշխանություն տրվեց, նորից չարից է այդ իշխանությունը, ոչ թե Աստծուց։ Ամեն ցեղի եւ լեզվի եւ ազգի վրա եւ երկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակողները, որոնց անունները գրված չեն կյանքի գրքի մեջ։ Գառան կյանքի գրքի մեջ գառի։ Այսինքն ուշադրություն դարձեք։ Ազգ, լեզու, ասում են, տեսը հովի կոչված մարդիկ եկեղեցի առաջնորդներ իմ հետ խոսացել ասում են, չէ որ գրված է ամեն լեզվի ժողովրդի, այո, ամեն ժողովրդի մեջ տեղ ունի, ունեցվածք ունի, մարդիկ ունի։ Ինքը որտեղ որ կարողանում է գործանել, այդ ամեն տեղը տվեց գազանն, ասում են, իշխանություն եւ աթոռը։ Ամեն ազգի լեզվի մեջ մեկ չարի գործը կա ժողովրդի մեջ։ Նմանապես տվեց այս գազանին։ Գազանը հետո ես չեմ ուզում արդեն որ երկարի կարդամ 17-րդ գլխից, ասում եմ, ինչ է։ Ասում եմ, գազանը նախ թե կոչվում է թագավորը այդ համակարգի եւ թե ինքը համակարգն է կոչվում գազան։ Եվ այս գազանը մի քանի տարվա գազան չի։ Հազարամյակների գազան է, որտեղ ասում եմ, այդ 7 գլուխները 7 թագավորներ են։ Ասում եմ, որից 5-ը ընկան, 2000 տարի առաջ արդեն 5-ը մեռել էին, չկային։ Մեկը հիմա կա, որ մարդիկ համարում են Ներոնն էր։ Եվ մեկը գալի է քիչ մնա 7-րդը։ Այսինքն համակարգը պաշտպանվում է, թագավորները մեռնում են։ Դրա փոխարեն մեկ ուրիշ թագավորը վեր կենում նույն ծրագիրը տանելու առաջ։ Այսինքն երկրի վրա միշտ այդ համակարգը կա գազանի։ Բայց այսպես աստվածամերժության ծրագիր ունեն առաջինը։ Ինչպես Նեբրովտի ժամանակ։ Եվ ինչ գալու է 8-րդը, որ 7-ից մեկն է, որ կար, հիմա չկա եւ դուրս է գալու կորուստը գնալու, դժոխքում է, քանի 1000 տարի ու չխրատվավ։ Եվ հիշեք մի հատ բան ասեցի, կա հիշեք, քարոզների մեջ կա։ Ասեցի գազանը, որ դուրս է գալու, անդունդից դուրս է գալու, ասում դժոխքից դուրս է գալու։ Որոշ տարիներ ապրի երկրի վրա, իհարկե հենց փոքր չի թագավորելու, պետք է մեծանա, հասունանա, եւ այլ։ Եվ ինքը ասելու է, որտեղ ես Եսայի մարգարեությունից կարդացի, Տերը ինձ ցույց տվեց այդ տեղը։ Եվ ինքը ասել է, ես դժոխքին հաղթեցի, դուրս եկա։ Հիշում եք։ Շատերը հիշում եք, այո։ Եսայի մարգարեությունից ասի, ես դժոխքից դուրս եկա, էլ իմ համար իբր պրոբլեմ չկա։ Ես արդեն սամտը բռնել եմ, իմ լեզվով ասեցի, բայց Սուրբ Գրքի հիմա լեզու կասեմ, ասում եմ, ես արդեն ուխտ եմ արել մահվան հետ եւ դժոխքի հետ։ Արդեն պայման կապած է, այլ ոչ մահը, ոչ դժոխքը ինձ էլ բան չեն անելու։ Ասում եմ, ինքը չգիտի, Աստված ծրագիր ունի, Աստված ծրագրով է դուրս եկել, ինքը իր զորությամբ դուրս եկել, ոչ էլ խելքով։ Բայց ինքը չի հասկանում, ինքը վերագրելու է իրեն իր դուրս գալը դժոխքից։ Կասի դժվարություն է, հելա էլ ինչն է անձի խանգարելու։ Եվ իրեններին էլ կասի, տեսակ ես որ դժոխքից դուրս եկա, ձեզ էլ կհանեմ, ինձ հետևեք։ Մարդիկ էլ վազելով են առաջին համար, առաջին կամակատարները։ Կգնան եւ շուտով կհայտարարեն, որ ես այն անձնա որ դուրս է եկել դժոխքից։ Եվ դրանից հետո անցավ մի ամիս թե ինչ, Եվրոտեսիլ եղավ։ Եվրոտեսիլի մեջ առաջին տեղ գրավողի երգը ինչպես էր, հիշում եք։ Ես դուրս եմ եկել դժոխքից։ Կոդ եմ բացել, կոդը գիտեմ արդեն։ Էլ կարծես ինձ ընդ գնալ չկա կոդը ձևը գիտեմ, Աստված կոդը կփոխի է։ Թեկուս կոդես, եթե գիտես կոդես բաց է։
Ու ես այն մարգարեության այդ գրվածքը մենք արտահայտությունը տեսանք, որ ինչ ասում։ Դուրս եմ եկել, էլ չեմ գնալու, կոդ եմ բացել։ Դժոխքից դուրս գալու կոդը գիտի իբր թե։ Բայց չգիտի որ այդ մասից մի ամիս առաջ եմ խոսում, որ ինքը էլ չգիտի որ աստված ծրագրի համար է թույլ տվել ու հանվի ու ինքը չգիտի ով անեց իրան, ոնց դուրս եկավ։ Բայց համարում է թե կոդ է, բացել ինչ-որ մի կնոջից ծնվել է երկրի վրա։ Եվ ինչ է ասում, հլի երկրորդ գազանի առաջ, որ արդեն կոնկրետ մեզ հետ վերաբերում է ավելի պարզ։ Եվ տեսա մի ուրիշ գազան, որ դուրս էր գալիս երկրից, և երկու եղջյուր ուներ, գառի նման, ընդդեմ ծովից դուրս եկավ, հետո մեկնության մեջ գիտեք ինչ ասում, ծովը ժողովուրդներն են, 5 թագավոր, 10 եղջյուր, 10 թագավոր նորից, այդ օրերի արդեն թագավոր, պատկերացնում եք 10 պետություն, հզոր պետություններ նրա համար հիմա աշխատում են, հիմա, որ այս ժողովրդի ասած ասում էլ ով կարող է այսօրվա լեզվով ժողովրդի ասած սրա դեմ խաղ չկա, կա, խաղ կա, մի հատ Միքայել է իշնելու, կապի գցի կրակի լիճ, Աստված ինքը չի պատերազմելու հետը, Հիսուս ինքը չի իշնելու բռնի կապի, հզորից հզոր է կա, եթե ինքը իրան հզոր է ձևացնում վիշապը, մի հատ Միքայել իշնելու կապի իրենների հետ գցի կրակի լիճը, որ ինքը կիմանա, եթե տիրոջ հրեշտակը արեց, բայց եթե Տերը գործեր ինչ էր անելու, Տերը արդեն հավիտենական դատաստան անելու, կապել է հրեշտակի ձեռով, բայց դատաստանը Աստծո ձեռով, Հիսուսի ձեռով, և տեսեք ինչ ասելու, ամենայն դեպս ասում է և ուներ գառինման երկու եղջյուր, շատ սուտ Քրիստոսի նման էլի, ասինքն կարծես թե գառ է, բարի է, լավ է, բայց ասում է խոսում էր վիշապի նման, ծառը պետք է չճանաչի, այդ ինչ ձևի գառ է, որ վիշապի նման է խոսում, շատ ժամանակ մարդիկ իրենց համարում են հավատացյալ, բայց չարագործի նման է խոսում, հայոյող, չարախոսող, բամփասող, զրպարտող, վիշապի նման էր խոսում, իրանց ասում են մենք հավատացյալ ենք, ինչ հավատացյալ, այս բանից ես օրինակ վերջը դասառ է, սա աշակերտն են, հա դրանք, այս Քրիստոսի աշակերտներ, սուտ Քրիստոսի աշակերտներ են, ապրեն անբարիշտ կյանքով, բայց իրենց եկեղեցիներում ինչ են, մենք մեկ Աստծուն ենք, ոչ մի բան էլ չի, կարևորը վերստից ծնվել ենք, բա ինչի Աստված ասի, նայ որ քո պսակ ուրիշը չառնի, հա, լսեցիք չէ նոր, եթե պսակը առնել կա, անունը ջնջվել կա կյանքի գրքից, ինչ են ստում սուտ վարդապետները, թե էլ օր հավատաց կարծես թե վերստից ծնվավ, էլ կորուս չունի, ունեն, կրկնակի մեռած կլնեն, մեկ անգամ Ադամով մեռան, մեկ էլ իրենց մեղքով կմեռնեն, և տեսեք ինչ ասում, սա կարևոր իմացեք, որտեղ կարող է, չգիտեմ, այն ժամանակ կլինի այս թեման խոսելու, թե չէ։ Ասում են գառինման եղջյուրն է, բայց խոսում էր վիշապի նման, և այն առաջի գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին, և այնպես էր անում, որ երկիր և նրա վրա բնակողներ երկրպագեն այն առաջին գազանին, որի մահի վերքը, բնագրում ասում է, որի մահացու մահվան հարվածը ողջացավ, ասիկի դուրս եկավ, ոչ թե բժշկվեց հիվանդանոցում, կամ իր տանը բժիշկների ձեռով, չէ, դուրս եկավ 17-րդ գլխում ասում անդունդից է լավ, և մեծ նշաններ անում, որ երկինքից կրակ էր վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջին և մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին, հիմա շատ եկեղեցիներ տեսել եք, չէ մարդ գրավելու համար ասում են, հրաշքներ նշաններ, բժշկություններ, այդ ինչ սուտ բան է, աստված մեզ դրան չի կանչը, աստված մեզ իրա նմանության է կանչը, ապաշխարելու է կանչը, այս ուր են տանը մարդկանց, ասիկեն, այսպիսի քարոզիչ է հեռուստացում նայեք, իրանց անուններն էլ գրում են, որ եկեղեցու ժողովներն են,
բժշկություններ, հրաշքներ, նշաններ, նման բաներ են գրում։ Այսինքն սրանք հող են պատրաստում, որ այս սուտ Քրիստոսի ընդունել տան։ Քո սովորածած ժողովուրդը նրան է հետևելու, այս ինչի ես կանչում, Քրիստոսին ես կանչում, թե բժշկվելու, գուշակների մոտ են գնում ժողովուրդը նույն խնդիրով։ Գնանք թե թուղթուղիր անի, կամ մի բան անի, երեխեն լավանա, կամ ես ինչ անի։ Ինչի էսի Աստծու կանչելու ձև, հրաշք նշան բժշկություն գրելով, որ ժողովուրդը գան։ Արդեն պարզավոր նրանք Աստված չեն ճանաչել։ Ճանաչեն Աստծո խոսքը կխոսային։ Եվ ասում է, եւ նշաններ են տված նրա ձեռքը, որ գործը գազան առաջին, ասելով երկրի բնակիչներին, որ պատկեր շինեն, ուշադրություն դարձրեք, պատկերներ չէ, պատկեր, եզակի, պատկեր շինեն, գազանի, որ պատկերը խոսի էլ և այն անի էլ և գործի էլ, որ նրանք, որ չներկրպագեցին գազանի պատկերին սպանվին և ստուգում էր ամենին, փոքրերին ու մեծերին, հարուստներին, աղքատներին, ազատներին, ծառաներին, որ նրանց դրոշ դնե աշձեռքի կամ էլ ճակատում, հետո 17-ից կշարունակեմ, ուշադրություն դարձրեք, պատկերը խոսի էլ, ընդհանրապես շատերը քննադատում են Սուրբ Գիրքը, բայց իրանք եթե իմաստություն ունենան չեն քննադատի, պետք է մտածեն։ Օրինակ ես կարդում եմ մի գիրք, միտեղ գրվում է պատկեր, միտեղ գրած է արձան, մյուս տեղը գրած է նկար։ Ոմանք քննադատում են, բայց Աստծո ողորմությամբ, ասենք որ ես այդ գործից հետ շփվել եմ, արդեն հասկանում եմ, ուրեմն այստեղ մի դժվար իմաց արտահայտություն է, որ թարգմանիչները չեն հասկանում։ Դրա համար ամենքը իր հասկացածն է դնում։ Ես ինչ պատկեր է, որ պետք է խոսի եւ բոլոր ազգերը այդ պատկերը պետք է տենան։ Մի պատկեր է, մի հատ, 100 հատ չի շինում, 100 հատ պատկեր, թեկուզ նույն դեմքով։ Մեկը դնեն Հայաստանում, մեկը դնեն Ռուսաստանում, մեկը Եվրոպայի, ես ինչ քաղաքում, մյուսը այն քաղաքում։ Մի պատկեր է, որ ամբողջ աշխարհը կտեսնի այդ պատկերը, եւ այդ պատկերը կխոսի եւ կգործի։ Հովհաննեսը տարիներին չգիտեր այդ ինչա։ Դրա համար իմ տեսածը գրես պատկեր։ Այսօր մենք արդեն հասկանում ենք, վիդեո պատկեր է սա։ Մի տեղից հաղորդում է, բոլորը աշխարհը կարող է տեսնել այդ պատկերին։ Հրամաններ տա, օրենքներ տա, խոսի, երկրպագեն, բայց գազանն է, հենց գազանի պատկերն է։ Թեկուզ ասում է, նրան տրվեց, որ հոգի տա, մյուս տեղ ասում է, շունչ տա, մյուս տեղ ասում է, նորից դժվար բառ է։ Այսինքն այն կարողությունը տա, որ նա խոսի եւ գործի։ Բայց հետաքրքիր ինչ, գիտեք ինչու՞մ է, որ ոչ մի ժամանակում այս ծրագիրը չի ելի։ Փոքրերին, մեծերին, հարուստներին, աղքատներին, ազատներին, ծառաներին։ Շարունակություն ասեմ։ 17-ում ասում են, եւ որ ոչ ոք չկարողանա գնել կամ ծախել բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունը ունի, կամ նրա անունի համարը, 3 բան։ Դրոշմ, որ ասես աշձեռը կամ ճակատին է դրվելու։ Անունը եւ համարը, հետաքրքիր է։ Այստեղ է իմաստությունը, որ միտք ունի թող գազանի թիվը համարը, որ մարդի թիվ է, եւ նրա թիվը 666 է։ Մարդու թիվ է, մարդու համար է, մարդու վերաբերում, այսինքն սա հերթական թիվ չի։ Դպրոցի ես ինչ համարը, Բերթի ես ինչ երրորդ մարդը, չէ։ Մարդու թիվ է, այսինքն ինչու է, դրոշ, անուն և թիվ, որտեղ ասուց հազարամյակների մեջ ես գազանը գալիս է, տարբեր ժամանակներում
Ինչ-որ թագավոր է ծնվում այդ սիստեմայի համար, այդ կազմակերպության համար, կազմակերպություն չի, կազմակերպություն ասած փոքր է, սիստեմա, որ ամբողջ աշխարհին տիրի, և այդ ժամանակներում այս հնարավորությունը չի ելել, որ համարը գրեն մարդու ճակատի մեջ, ոսկորի տակն են դրում, քթից հագցնում են ճակատի տակը, որ մարդ չի կարող հանել։ Նաև ձեռքին, որ նա ամբողջ շարժուձևը տեսնի։ Դրա համար այդ առաջին դարերի համար օգտագործում են պատկեր։ Այսինքն այդ գազանի անունը անգամ, անունը, որ այդ անունին երկրպագի մարդ է, երկրպագել են, բայց վերջին օրերում ավելանում է կնիկ և համար, մարդու համար։ Եվ ինչու մենք մերժեցինք մարդու սկզբից հանվեց որպես Նեմրուդ քարտ թղթի վրա։ Հետո փոխվեց, տեսա Նեմրուդ անունի այդ պրոբլեմ ունեն ժողովուրդը, մենք հեռուստացույցով կանչեցին, ելույթ ենք ունեցել։ Հետո ինչ եղավ։ Մեկ էլ փոխեցին անհատական ծածկագիր, անհատական քարտ, երրորդ անունը արդեն։ Էլի անունն էլ փոխեցին, 4-5 անուն փոխեցին, վերջում էլ փոխեցին սոցիալական քարտ։ Էս էլ քողարկված անուն է։ Մի օր Ռուսաստանում գնում եմ ավտոբուսով, տեսնեմ լուսամուտի վրա գրած է։ Սոցիալական քարտ ունենալու համար դիմեք այս ինչը, որ ավտոբուսի մեջ երթևեք եք։ Զարմանալ է, սոցիալական քարտը կանան վարորդից վերցեն։ Մեկ որ հետաքրքրից տեսա, այնտեղ այդ սոցիալական ասած քարտը բոլորովին ուրիշ բան է, քան Հայաստանի սոցիալական քարտը։ Իրար չի բռնում բնույթով, աշխատանքով։ Այնտեղ կա սոցիալական քարտ առնում են 6 ամսով։ Այդ ավտոբուսով երթևեկելու, հետո վերջացան ժամկետը, կարաս ավելի թանկ առնես, դե գրած ինչ գների սոցիալական քարտ կա։ Արդեն այս անունը չի, հարցը անունը չի, հարցը թիվն է։ Եվ հարցրեցին ինձ անցած ժամանակ որոշ հովիներ։ Իսկ ասենք օրինակ հիմա Նեմրուդ քարտա վրեն, որ հիմա չես կարող ճղես գցես։ Այս կարաս ճղես գցես, բայց այդ համարը վրետ է, եթե ընդունել ես, ստորագրե վերցրել ես։ Համարը չես կարող ճղես։ Քո վրա գրանցված է այդ համարը։ Եվ այսպիսի խորամանկության դեր, չէ՞, սիգարետի վրա գրվում է, ծխելը վտանգավոր է ձեր առողջության։ Այո, եթե դու հանկարծ այդ սիգարետի պատճառով հիվանդանաս, գնաս բողոքես, կասի ես գրել էի, ինչ ես ծխել։ Մի կին բողոքեց, ասես այս սիգարետն է մենակ ծխել, հիմա թոքերս հիվանդ է, ռակ է։ Մի քանի միլիոն դոլար փող հատուցեց այդ կամպանիան, այդ կնոջը։ Որ բուժվի ամբողջովին, չգիտեմ ինչ անվի։ Դրանից հետո սկսին գրել, վտանգավոր է ձեր առողջության, ռեկլամներ են հանում, որ վտանգավոր է, վտանգը մեկ է տեսան ռեկլամներ անեն, ասեն լավ, փափուկ, մաքուր, հոտով, համով, դե ծխի։ Այսինքն իրանց վրից պատասխանատվությունը հեռացնելու համար են գրում։ Բայց իր պարունակությունը չի փոխում։ Նմանապես այս համարը սկզբից լրիվ ամեն ինչով գրեցին, թերթերում անգամ, որ ինչ է, այս կոդը, սա հիմնական կոդը 666 է, այդ համարի, որի մեջ, այդ թվերի մեջ միշտ պարունակում է մարդու բնակավայրը, ծննդյան թիվը, սեռը, եսիմ ինչը, շատ մարդու համար է, մարդու թիվ է, այսինքն մեկը մարդու թիվ չեն, հերթական թվեր են, կամ պասպորտ, ասում է, պասպորտն էլ համար ունի, ոչ, պասպորտը այդ համարը չունի, եթե պասպորտը փոխում ես նոր պասպորտ, ուրիշ համարով են տալիս, բայց այս ամրագրված այս մի համարը մինչև մա, էլ աշխարհում երկրորդ մարդ այդ համարը չի կարող ունենա, որտեղ չեն կարող հետագայում ծնվի քո դարի մեջ,
որ այդ համարի մեջ կա, քո ամսվա մեջ, քո օրվա մեջ, քո ազգության մեջ, քո երկրի մեջ։ Այնց որ չի համընկնի ոչ մի կոդ։ Այդ կոդը հավիճենական կոդ է, հավիճենական թիվ է։ Որ ասում որ չարի համարը ընդունի։ Այս համարի խնդիրն է, ինձ ասում հիմա չի լինի, ասենք հեսա կտեսնեք, այդ ժամանակ հələ Նեմրուդ քարտ է։ Փոխել Աստված հայտնություն էր տալիս։ Հեսա կփոխեն պլաստիկ քարտ։ Պլաստիկ քարտից կտեղափոխեն պասպորտ։ Պասպորտից չգիտեմ, մենք չգիտենք էլ ID քարտա դուրս գալու։ Դրա մեջ տեղափոխեցին, հետո տեղափոխեն ուրիշտեղ, վերջում էլ այդ համարը, նույն համարը, որ Նեմրուդ քարտի վրա էր, սոցիալական քարտի վրա էր, կտեղափոխեն մարդու ձեռքի մեջ կամ ճակատի մեջ։ Հետո, ասում հիմա որ ես ընդունել եմ չեմ փրկվի, ասում չէ, բայց հնարավորություն ունես հետ տալու, հրաժարվելու։ Քանի հրաժարվելու ժամանակ կա հրաժարվել, բայց որ ձեռդ ու ճակատին դրին էլ չես կարող հրաժարվես։ Աբովյանում մեկը իր այդ տեղի եկեղեցու մի ասած ասած անդամ տղամարդ հարցել է մեր նորերից մեկին, ինքն էլ ջրով մկրտված էլ չի մեր նորեկ եղբայրը։ Հիմա ինչ ես ասում, էսի էտա, ասում հա, ասում ես չեմ տեսնում, որ էսի էտա, էսի տանում է դրան, որ կնիք է դառ, մինչև կնիք դառնալը։ Այո, նույն համարն է կնիքի մեջ է մտնում, ասենք պեչատի է, որ ճակատին կամ ձեռին դրվի։ Ասում լավ, մի հատ ավտոբուս ես նստել, որ ավտոբուսը տանում է, ասենք օրինակ Կիրովաբադ։ Կիրովական, լավ։ Նստած մնաց կհասցնի տեղ, թե չի ասում, հա։ Դե շուտ ինչի քան քեզ տեղ չի հասցրել։ Ասե։ Հիմա էսի դժոխ կա տանում այդ համարը։ Կրակելի չա տանում։ Շուտ հրաժարվի, քանի չես հասե կնիքին։ Հիմա ինչ որտեղ երջանիկորեն որ մենք կանք հələ հրաժարվենք, եթե ով որ ունի։ Իսկ եթե չի հասավ կնիքին, էլ ոչ մեկ չի կարող ինքն իրան վիրահատի ձեռքից ու ճակատի միջից հանի այդ չիպը։ Եվ անգամ վտանգավոր է, որ ասում է գինին թափեց հրեշտակը գազանը աթոռի վրա եւ այդ համարակալվածները մեռան սարսափելի նախ ապրում ունեցան։ Պատկերացնեք մի հատ կայծակ խփի այդ բանին։ Գիտեք չէ, ամենամեծ hard drive որտեղ է։ Երկնքի մեջ այդ սպուտնիկների վրա է, որպեսզի ոչ մեկ չխփի իբր թե տրակցնի, ապահով լինի կա Բրյուսելում, կա այնտեղ, որ բոլորի տվյալները հավաքում այնտեղ։ Հենց այնտեղ խախտում է լավ, մի հատ պայթուն է լավ, այս չիպավորված մարդիկ մի հատ գժվելու են։ Սարսափելի ցավերի մեջ ասում է, կան ցավից իրանց լեզուն կծամեն։ Գրված է, չեմ ուզում բոլոր կարդալ, գնացեք հայրության գիրքը կարդացեք։ Երաշխավորված չի մարդը։ Հոսանքը գնում է, ինտերնետը գնում է անջատման։ Եվ ինչ ասում։ Ուրեմն այստեղ է իմաստությունը, որ մարդու թիվ է, ասում մարդու տվյալների թիվ է, ոչ թե սովորական թիվ է։ Եվ այսպիսի թիվ աշխարհում գոյություն չունեցել միայն այս ժամանակում է, որ մարդու բնութագիր իր մեջ պարունակի 10 քանի հատ կամ 12 հատ 13 14 նայած երկրում քանի թիվ են որոշել։ Պարունակումը ստից վերցրեք գիտեք, ասեցի ուզում եք բերեք այդ ժամանակ կար այդ թերթը մոտս, ասել եմ այդ սոցիալական քարտ եթե մեկը կա, բերեք։ Ունեի բարեկամները, բան նկարել բերել էին, ասի ինձ մի ասեք։ Էսի ինչ տվյալներ ունի, ես ասեմ, ասի ինքը բնակվում է այս երկրում, ճիշտ է, հա։ Ծնվել է էսիշ թվին։ Ասենք էսիշ դարին, էսիշ թվին, որտեղ նույն թիվը ասենք, օրինակ 70-80 կամ 60 թիվը ասես կա 1800, 1900, 2000 Բայց դա ցույց տալու նաև դարը,
Ես ինչ դարի, ես ինչ թվի, ես ինչ ամսի, ես ինչ օրը եւ տղամարդա թե կինը։ Ձեզ ասեմ, ասեցին ճիշտ է։ Որտեղ իրանք են ներկայացրել դի ոնց է, հետո փոխփոխություն էլ, փոփոխություն էլ տեղակ պահեցին։ Որպեսզի դու չասես միամիտ եմ եղել։ Չարը չի ուզում միամիտ։ Ուզում է Աստծուն մերժած մարդկանց կորցնի։ Բոլոր մարդու տվյալներ, մարդու բնութագիրը պարունակում իր մեջ։ Դրա համար նորից տեսեք։ Այստեղ ասես, չէ, 3 բան։ Դրոշմ, անուն եւ մարդու համար։ Գազանի համար։ Նորից 15-րդ գլխի առաջի խոսքից կարդամ, ասում է եւ տեսա մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքում 7 հրաշտակ, որ վերջի 7 պատուհասներ ունեն, որտեղ Աստծո բարկությունը նրանցով կատարվեց։ Եվ տեսա իբրև ապակեղեն ծով կրակով խառնված եւ նրանց, որ հաղթում են գազանին, նրա պատկերին, նրա դրոշմը, գազանին բութ, այսինքն ինչպես են հաղթում այդ գազանին։ Ասում է կանգնած են այդ ծովի վրա ապակեղեն։ Ասում է նրա պատկերին, նրա դրոշմին եւ նրա անունի թվին։ Նրա անունի թիվը 666-ը մնացած համարներ մարդու տվյալներ, որ պատկանում է 666-ին։ 3 բան։ Անուն, դրոշմ, անունը հին դարերում է լահել է։ Էլի մարդիկ նույն ճակատագիր sense ասած կամ վերջ ունեն կրակիլիչ, բայց դրոշմը թիվը չի ելե։ Այսպես որ կոմպյուտերային բանով սիստեմով ասես կազմ էին։ Հիմա ավելի սարսափելի է։ Ուրեմն անունին, դրոշմին եւ անվան թվին։ Այս 3 հարցն է։ Շատերը գիտեն միայն դրոշմը պիտի դրվի իրանց վրա։ Միայն ես են ասում, ես ճակատը չեմ ընդունել, ձեռս չեմ ընդունել, բայց Սուրբ Գիրքը չի ասում միայն դրոշմը, ճակատին ու ձեռին։ Ասում են ճակատին ձեռը համեն անունը կամ էլ թիվը, որը ունենաս նույն վախճանը կունենաս։ Ուզում ես չիպը դնեն ճակատին, ուզում է ձեռին ու ճակատին, ուզում է անունը լինի մարդը։ Հիմա շատ մարդիկ կան հենց այդ դրոշմի չհասան, սկսին այդ անունը երկրպագել, այդ անունին նվիրվել, ընտրել։ Մեռան գնացին, չհասավ որ բանը դնեն ճակատին դրոշմը, բայց կրակիլիչ գնացին։ Բայց ովքեր հաղթեցին, որ դրոշմը չունեցան, անունին չներկրպագեցին եւ այս թիվը չունեցան, ասում է։ Եվ ինչ որ ձևերով պայքարվեց, մեկ տարի կես առաջ նորից վերականգնվեց, որ այն մնացածներին էլ մաղեն, իհարկե քույր եղբայրներից պայքար տարան, ժամանակ տվին։ Այս տարի արդեն ժամանակ չկա։ Նորից պահանջում են էլեկտրոնային ստորագրություն, որը առանց այդ համարի չի լինելու։ Ովքեր էլ ստացել են ժամանակին, հեսա վերջանալու է։ Որտեղ պասպորտ ես փոխում կամ տեղեկանք ես փոխում, վերջացավ, զրոյացավ։ Արդեն կսկսեն աշխատանքները փակել, եթե մեկը խանութ ունի փակելու են, ինչ աշխատանք ունի փակելու են, չի կարող աշխատել, որտեղ էլեկտրոնային ստորագրությունը պետք է աշխատավարձ ստանա, ասիկի շատ կարճ ժամանակ է մնացել եկեղեցուն։ Ոչ թե միայն եկեղեցուն, այստեղ չի, ամբողջ Հայաստանում հիմա իմ ունեցած տվյալներով շատ քիչ մարդիկ են մնացել, որ այդ համարը չեն ընդունել։ Մի քիչ ավելի փակագծերը չեն բացում։ Հիմա մաղվելու է, ինչպես Տերը ասեց։ Մենք են տեսնես այս 20 քանի տարի պայքարել են, չեն վերջը, մեկ է լսում եմ, ասում է, դե լավ է, դրա մեջ ինչ կա է։ Բամե աշխատանքը չենք կորցնի։ Ասում, տանջվելու ենք, չարչարվելու ենք, սովի ենք, ասի ավելի լավ է քո համար այս տանջանքը, թե հավիտենական տանջանքը։
Մահվան վճիռը մեր վրա արինք ասում է Պողոս Առաքյալը։ Հենց ստեղ ասում ով չուրանա իր ամեն իշքերը, հորն էլ, մորն էլ, երեխուն էլ, չես կարա դիմանաս, դժվար է, որ երեխան սոված է, բայց ընտրությունը հաստատել է պետք, բայց Տերը ասել է, ես կպահեմ գազան էլի միջալոց աշկալուսանք, իշխանություն չունի Աստծո կնիք ունեցողների վրա, ովքեր նվիրվել են Աստծուն, Աստված իրաց պահելու է, հրաշք ագրավներով է լինի կպահի, ես հիշում եմ ես վերջում ասեմ ու այդ համարը, որ զորում էին, որ դնեն, մարդիկ աշխատավարձ կտրեցան, աշխատանք ցանվեցան, երեխեքը սոված աղոթք են արել, ասում մեկը տեսանք, մի շուն մի տոբրակ բերեց, բերեց դուրը, թողեց գնոց, շունը ոնց կա տոբրակ, տանի ու թողի ինձ գնա, ինքը պետք է ճղի ուտի մեջինը, տոբրակ թողեց գնաց, բացել տեսակ տարբեր տեսակ ուտելիքներ մեջը, մեր շաբաթվա ուտելիք կարելի ասել, այն մյուսը եկել ասում է, եղբայր ջան, մի հատ ագրավ, մի կիլոյից 2 կիլոյա չգիտեմ, կարակ ա բերի, մաքուր կարակ, բերի մեր բարկոնում գցեց գնաց, հիմա ուտենք թե էդի գողացած, ագրավը գողացը, ասի թե չէ ագրավը կոմեր մորթը միս էր էպն, որ եղային միս ու բաներ բերեմ, հաց էր բերեմ, հաց էր թխմ ագրավը, հա, որ եղային հաց տարավ, Աստվածա դրե որպեսի բերի քեզ կերակրի։ Հիմա գետնից ա թե ագրավա, թե մեկի ուրիշի բալկոնից ա վերցը, քո գործը չդուք էր։ Դու որ չգիտես, ասում մի բան որ չգիտես, մի փորփրի։ Ագրավ բերելա կեր։ Ու նման հրաշքներ այդ օրերին շատ եղան, երբ որ զրկել են ժողովրդին աշխատավարձից ու աշխատանքից։ Ագրավ էր կերակրում, շուններ բերեմ կերակրում, դրա համար շները շատացել են, չստատ կցնեք։ Չգիտենք որ շուննա քեզ պահելու։ Աստված հրամայել որ այդ շունը ոնց որ եղե ագրավը։ Մի օքի ասում ես ուրեմն այս երեխեքին նոր տարիա ոչ շուն են ուտելու։ Այդ օրերին։ Ոչ չունեն։ Ասում երեխաները մերն էլ ուզում զբաղեցնի, հեն էլ տանը չի, գնաց օտար երկի չի եկել որ։ Ասում հիմա ուզում երեխեքին զբաղեցնի, ինչ պատմի, չպատմի, հետաքրքրության համար Եղիայի ագրավի մասին է պատմում, որ ոնց է Եղիային բերեմ կերակրում։ Որ քնեն։ Ու ինքը քնցնման գնման լվաց կանելու։ Մեկ էլ չի զգում որ փոքր երեխան դուրս է եկել տնից։ Մի մարդ էլ կատաղած ավտոն քշմա, որ հասցնի նոր տարվան իր տունը, բագաժնիկով լցած, մեջ ամեն ինչը առած, տանմա տուն, որ նոր տարի անեն։ Ասենք, ամեն ինչը պատրաստ առը բերել է։ Մեկ է տեսնում լույսը գցվում ճանապարհի դերում մի փոքր երեխա կայնած է։ Այ մարդ, ես երեխան այս Շամ գիշեր 11-11 այս ցրտին կայնել է այս ճանապարհին։ Կայնեմ ասում բալաջան դու ինչ ես դուս եկել, ինչ ես սպասում, ում ես սպասում։ Ասում Եղիայի ագրավին եմ սպասում, մեր տունը հաց չկա։ Այդ մարդը լացում ասում այդ ագրավը ես եմ, ես։ Լսկացում ավտոն քաշում է, այդ մերը տենում է Ինչու ավտո եկավ երեխաների մեջ, երբ դուս եկեք խաբար չունեն, ավտոն հալալ կեսը դատարկում է տանը ու գնում է։ Շատ հրաշքներ արել, դրա համար Աստված մի վախեցեք, ես իմ համար մահվան վճիռ արել եմ, կմեռնեմ, ինչ կլնեմ, թող երեխեք ապաշխարեն, իրանք էլ դες բանը, մեռան, մի քույրիկ այն օրը եկել էր մոտը սենց էր անում։ Եղբայր ջան, շատ ծանր, մի հատ աղոթք արա, բուժվեմ էլի։ Հիվանդ եմ գնում եմ բժիշկները գլուխ չեն անում ես ասի աշկտ լուս ասես ինչի ասի աղոթք արա մեռի գնա դրախտ սենց որ վախ ասի ինչի դրախտից դες վախեցար որ դրախտից ես վախենում դժոխքից ինչ ես ելնելու Ձեր տունը շվի պիտ կպենամ դեք ես ժամանակը կբուժի բժիշկը չի բուժում դեր աստված բուժի չբուժվար մեռի
Ինչ ահել է։ Հիմա մենք չգիտենք ինչ անել։ Տարապալի է, բայց դա մի քանի կներեք 1000 անգամ մի հատ փոքր պատմություն պատմեմ ու սովետի ժամանակ Ռումինիայում ուրիշ տեղեր հալածանք էր սկսվել քրիստոնյաների նկատմամբ սպանում էին մի մարդու պահանջ էին դրել կամ պետք է Քրիստոսին ուրանաս, Աստծուն ուրանաս հավես մենք քեզ փրկենք, եթե չէ մի երեխա ունեն կնոջը երեխուն իրար հետ մի հատ փոս էին փորել խորը դրել էին փոսի մեջ ու տրակտորները ասենց հողը լցում էին չէ կենթանի թաղելու են քեզ քո երեխուն ու քո կնոջը ասում մեկ էր որ հողը լցի դե երեխան կոլոտ է ասում արդեն հողը հասած չես կարող արդեն պայքարես ոտը հանես բան լցում են մանավանդ քարերով մարերով որ գալիս է ասում արդեն հերը տեսնում որ երեխու ստեղն է հասե բանը հողը երեխան ավելի շուտ է թաղվում քան իրանք ասում շարժանը որ ասի ուրանում եմ կինը կամ ճտում ասում սուս մնա ասում մեր տանջանք 5 րոպե է հավիտենական տանջանք չընդունես 5 րոպեի համար երեխան 5 րոպե հետո ստե չի երկնքում է այդ մարդ ձենը կտրում է այդ տանջանքը երկար չի այդ ժամանակ ժողովրդին ասում այ ժողովուրդ սոված մնանք եկեք սոված մնանք լավ ռոճիկ չեն տանում փող չունենք եկեք որոշենք այո սովի ենք մատնվելու հո մի ամսից ավել չենք տանջվի մի ամիս հետո չենք հննելու ոչ ման չուտենք թո ամենաշատը 40 օր լինի բայց 40 օրվա տանջանքը տանջանքից վախենանք հավիտենական տանջանք գնանք ընտրի էսա ամբողջ աշխարհի վրա փաթաթած է այս իշխանությունը ասի ես համաշխարհային իշխանության համար եմ ասում ես Իհարկե երկիրներ կան, որ իրենց ղեկավարները էլ իստատեն պայքարում են։ Թո Աստվածը իրենց ուժ տա։ Նես չի որ բոլոր ղեկավարներն են վատ, ղեկավարները կան ժողովրդի համար աշխատում են։ Իմ ասածը որ բացատրեցի համաշխարհային իշխանության մասին է, ղեկավարության մասին։ Իսկ ովքեր են որ դրանց հետ հոժարվել են, քանի շուտ է թող հրաժարվեն։ Սպանում են թող սպանեն։ Քան դե գնան հավիտենական տանջանք, Աստված ձեզ պահապան, աղոթք անենք վերջացնենք։